Ողջույն սիրելիներս, ձեզ հետ կրկին US Army-ն մամսն է իր հերթական գեղեցիկ տեղեկատվական հաղորդումով։ Այսօր մենք քննարկելու ենք ներկայիս կրթական համակարգը, homeschooling-ը եւ այդ հարցերին պատասխանելու համար այսօր մեզ հյուր է եկել Սամվել Հովհաննիսյան, ով հանդիսանում է արդեն գրեթե բոլորին շատ հայտնի դասատու ուսումնական կրթական on-line ծրագրի հիմնադիրը։ Ամերիկայի բնակչության, այդ ձեզ նայում են, չէ՞ մեր ունկնդիրները, Ամերիկայի բնակչության 80%-ը չի կարողանում տուն առնի։ Երբ որ դուք homeschool եք, դուք ազատ եք։ Հիմա դուք ինձ ասեք, որն է լավ լինել ազատ, թե լինել չազատ։ Պլանավորում ես, դու ոնց որ նստում ես, ասում ես, ինչ երջանիկ ծրագիր կարամ երեխայիս համար սարքեմ, որ ինքը երջանիկ, բայց միաժամանակ եւ օգտակար սովորի։ Տեսեք, թե ապագայի մասին ես ինչքան կարդում եմ, արհեստական բանականությունը, այս ChatGPT-ն եւ նման օրինակ բաները լիքը գործ անելու են։ Եվ միակ բանը, որ իրան կարող է, չկարող են անել, դա ստեղծագործական մտածողությունն է։ Ողջույն Սամվել ջան, անչափ շնորհակալ ենք մեր հրավերը չմերժելու համար։ Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եք, որտեվ այն ինչ որ դուք անում եք միշտ լավ է։ Thank you, նմանապես։ Սամվել ջան, հենց առաջին հարցս, որ ուզում եմ ձեզ ուղղեմ։ Ես որպես ոչ homeschooling-ի մասին պատկերացում ունեցող մարդ, այ ինչը ձեզ դրթեց, այսպես ասած, կասկածի տակ դնել սովորական դպրոց հաճախելը եւ ձեր երեխաներին տեղափոխել homeschooling-ի։ Եկեք երկու տեսանկյունից պատասխանենք, ինչպես մենք պրակտիկ դա արեցինք, ինչու դա եղավ եւ հետո մի քիչ ավելի փիլիսոփայական նայենք այդ հարցին։ Եթե պրակտիկից գանք, ուղղակի մեր տղան հիվանդացել էր, դա 2014 թիվն էր կարծեմ, ու 3-4 ամիս պետք է դպրոց չգնար։ Verdugo Woodlands էր գնում, դրանից առաջ էլ RD White ենք գնում։ Սովորական մենք սովորական Glendale-ի մարդիկ էինք։ Եվ դպրոցի տնօրենը ասաց, որ would you consider homeschooling, մենք չգիտենք այդ ինչը, ասաց տարեք իրան Verdugo Academy, թող ընդեղ սովորի 6, ոնց որ վերջի 6 ամիսը թող ընդեղ սովորի։ Իսկն կոպիտ ասած պայմաններից դրդված։ Հա, մենք չենք կարող տանել դպրոց, որտեվ պետքա բուժման կուրս անցնել բան, մի խոսքով տենց մենք հայտնվեցինք պատահաբար homeschool անելու։ Բայց հետո, երբ որ հիմա արդեն փաստորեն մեր տղան ընդունվել է համալսարան, հոկտեմբերին դիգնա համալսարան, մենակով ընդունվել է, ես տեսնում եմ այդ մեր 10 տարվա ճանապարհը մոտավորապես, որ իր հետ անցել ենք, եւ ունեմ նաեւ եւս երկու աղջիկ, որ homeschooled են միշտ եղել, արդեն իրանք ընդհանրապես չեն գնացել public կամ որևէ private school։ Այսինքն ձեր տղան գնացել է մենակ մի փոքր ոնց որ elementary-ում, մի տարի RD White, հետո մենք տեղափոխվեցինք մի տարի էլ գնաց Verdugo Woodlands, տարի ու կես ու տենց ոնց որ դուրս եկավ, դրանից առաջ kindergarten-ում էր։ Հիմա դա ինչպես ոնց որ սկսեցինք պատահաբար։ Բայց եթե փիլիսոփայորեն նայենք, ես էլ կինս էլ ինքը ավելի շատ է սովորում պատկերացնում, բայց ես էլ տեսեք, ես կարող սխալ բաներ ասեմ, բայց մոտավորապես մտածենք, էլի չէ, որ ասում ենք դպրոց։ Մենք ինչ ենք ուզում այդ դպրոցից, ինչ որ ինքը անվճար է, public school-ի մասին ենք խոսում, երբ որ մենք մեր երեխուն թողում ենք ու քշում գնում ենք։ Մենք պատկերացնում ենք ներսում ինչա կատարվում կամ չենք, մեր երեխեքը մեզ պատմեն, բայց կարող մեր երեխեքը մի բան խաբում են, մի բան չեն նկատել, մի բան չեն հասկացել, մի բան չափազանցնում են, օրինակ ասում են մեկ ինձ խփեց, բազմա չէ չխփեց, եւ այլն եւ հազար ու մի բան կարող է չէ լինի, երբ որ դու քո աչքերով ես տեսնում, մի քիչ ավելի այլ ընկալում է երեխայից։ Հիմա երբ որ մենք մեր երեխային տալիս ենք public school, ինչ ենք ակնկալում։ Ես ձեզ ասեմ, օրինակ մի քանի վիճակագրություն, որպեսզի ես չխոսեմ։ Ամերիկայի կրթության դեպարտամենտը ունի հրապարակած թիվ։ Ամերիկայի ամբողջ բնակչության 74%-ը մաթեմատիկա չգիտի։ Այսինքն դա որը բավականին շատ մեծ, ցավոք սրտի մեծ թիվ է կազմում։ 75% մարդկանց բնակչության մեծամասնությունը մաթեմատիկա չգիտի։ Դա մենակ անգլերեն էլ չգիտեն։ Այսինքն, հա, խոսել գիտենք, բայց խորությամբ լեզուն հայերեն էլ չէ, դու կարող խոսես, բայց խորությամբ լեզվին չտիրն արեկացի կարդաս ու չհասկանաս։ Հիմա
Եթե դու ուզում ես աշխատել, ես դրանով թույլ տվեք ասել իմ մայրիկն էլ է կրթությամբ ուսուցիչ, պապիկն էլ, պապաս էլ դասախոս է եղել երկար տարիներ, ուզում ասեմ իմ մեր ընտանիքում դա եղբայրս էլ իրավաբան է, բայց իրավաբանություն էր դասավանդում, ուզում եմ ասեմ ինձ համար ես էլ 3 տարի ճիշտ ասած բուհում դասավանդել եմ, այսինքն դասավանդելը եւ սովորելը դա հիանալի բան է, բայց արդյոք մենք վստահ ենք ուր ենք տալիս մեր երեխաներին եւ ինչ կրթություն են իրանք ստանում եւ ինչի համար ընդհանրապես 21-րդ դարի դպրոցը մենք վստահ ենք որ մենք տալիս ենք մեր երեխեքին ճիշտ տեղ որ իրանք ճիշտ բան են սովորելու թե մենք ուղակի սիստեմի ես չեմ conspiracy theory-ների մեջ չեմ մտնում որ Rockefeller-ը աշխարհը ղեկավարում է Bill Gates-ը դրա մասին չեմ խոսում բայց նայեք ոնց է մի քանի sense թվերից գանք էլի Ամերիկայի բնակչության այդ ձեզ նայում են չէ մեր ունկնդիրները Ամերիկայի բնակչության 80%-ը չի կարողանում տուն առնի։ Չունի այդ փողը։ Եվ Ամերիկայի բնակչության 75-ից 85%-ը չի կարող իր կրեդիտ քարտը փակի։ Այսինքն անդադ պարտքերի մեջ է։ Հիմա մի հատ մտածենք, այն մաթեմատիկան, որ չգիտեն 75%-ը։ Եվ այդ նույն 75%-ը որ կրեդիտ քարտերի մեջ թաղված է եւ այդ նույն 80%-ը որ չի կարող տուն առնի արդյոք նույն մարդիկ չեն արդյոք որ մենք ես լավ փողի մասին եմ խոսում հետո կարող են գալ օրինակ առողջության մասին նևրոզների մասին մեծ տարիքում դպրոցական տառապանքների արտացոլումը մեծ տարիքում քո առողջ ներվային համակարգի վրա մենք Հայաստանում այդ տեսել ենք մեր համար այդ նորմալ էր ամեն օր կռիվ ծեծ տղենք իրար սպանում բան եւ այլ բայց օրինակ աղջիկները երբեք չէին հայհոյում եւ կար ինչ որ մի տեսակ գեղեցիկ մշակույթ Հայաստանում իր մեջ ինքը գեղեցիկ է այդ առումով մի քիչ այնքան այդ մակարդակ չեմ ուզում ասել բայց այդ խոսքի օգտագործումը թեկուս հենց նույն հայոյանք աղջիկ տղա կապ չունի արդեն մշակույթը Հիմա այսինքն ես դեմ չեմ ամերիկյան մշակույթին, բայց եկեք հասկանանք, այսինքն մենք տալիս ենք երեխաներին public school, բայց հետո պահանջում ենք, որ իրանք public school-ի պես չմտածեն, այսինքն իսկ ինչ են անում public school-ում իրանց իմ կարծիքով, եթե դու ունես թույլ անձ, որպես երեխա, մարդկա 16-ում է լավ ձևավորվում, մարդկա 25-ում է ձևավորվում, մարդկա 14-ում, նայած, կարող շատ դժվար լինի, այսինքն միթե ամեն մեկի համար է public school-ը, ես չգիտեմ, բայց փաստը այն է, որ հիմա նույն կերպ homeschooling-ն էլ homeschooling-ն էլ կարող ամեն մեկի համար չի։ Այս պահին 7%-ը, եթե ճիշտ գիտեմ, Ամերիկայի բնակչության արդեն homeschooled է, եթե հաշվենք, որ 30 միլիոն երեխա կա Ամերիկայում, ստացվում է 2 միլիոն մոտարապես 2.5 միլիոն, հա, երեխա homeschooled է Հայաստանի չափ բնակչություն։ Այս նշեցիք, որ թե ձեր ընտանիքում, այսինքն թե դասախոսներ, կրթություն ունեցող բոլորը մարդիկ, ուզում եմ հասկանալ ձեր ունեցած կրթությունը որևէ կերպ ազդել է ձեր հիմիկվա պատկերացման վրա, թե ուղղակի հիմիկ չնայած առաջ եւ հիմա նույնը չի։ Դե գիտեք, օրինակ Ամերիկայի իմ համար Ամերիկայի բարձրագույն կրթությունն, ասենք համալսարանները եւ որոշ լավ քոլեջներ աշխարհի լավագույնն են։ Օրինակ ինձ չի թվում, որ Անգլիան ավելի լավ կրթություն, իմ կարծիքով աշխարհի համար մեկ կրթությունը դա Ամերիկայում է, բարձրագույն կրթության մասին եմ խոսում։ UC համալսարանները, MIT եւ այլն։ Այսինքն, եթե դու իրոք ուզում ես սովորել ու դու ունգել ես հայտնվել ես, ասենք Caltech-ում կամ ինքնից լավ համալսարանում, հրաշք է։ Բայց ինչ որ խոսում ենք տարրական կրթության մասին, այն ունի մեծ խնդիրներ եւ ամեն մի միկրո միջավայր է, բայց փիլիսոփայության մասին որ ասեմ, տեսեք, մենք չգիտենք, չէ, իրանց ինչ աշխարհ է սպասում 10 տարի հետո։ Չէ՞ որ էս իսկապես փոխելու է 20 տարի հետո։ Ինչ աշխարհ է լինելու, մենք չգիտենք։ Արդյոք մենք կարող ենք իրանց պատրաստել մի բանի, որը չգիտենք։ Դրա համար homeschooling-ը մեզ հնարավորություն է գոնե տալիս, իմ կարծիքով, պատրաստել մտածող երեխաներ, ես չեմ ասում public school-ում մտածող չեն, այս public school-ի երեխաները գնում են դպրոց, որտեղ իրանք ստանդարտ ծրագրով են գնում։ Homeschooling-ի երեխաները կարող են այդ ստանդարտ ծրագիրը ունենալ, պլյուս ունենալ բաներ, որոնք որ public school-ի երեխաները անիմաստ ժամանակ են ծախսում։ Սրա մասին է խոսքը, արդյոք ուզում ես custom ոնց որ ճանապարհ ստեղծես քո երեխային, թե պատրաստես տալ միտեղ, որ εσύ չգիտես ինչ է, բայց որը 100% իրանք ասում են, որ 75% տգիտության մակարդակ ունի։ Այսինքն 4 երեխայից 3-ը չգիտի։ Մոտիվ է եւ իրականում այո։ Ես անկեղծ ես ինքս էլ մտածում եմ իմ երեխաները գնում են public school, բայց ես միշտ մտածում եմ, որ այն երեխանով սովորող է, ինքը ամեն տեղ, այսինքն ես միշտ կարծում եմ, որ ինքը sense մի հատ ծրագիր է, որ
այսպես ասած բոլորի համար։ Իսկ այն երեխան ով ավելի խելացի է ու կարողանում, ինքը այսպես թե այնպես դուրս է գալու այդ հասարակությունից։ Դուք կարող եք Google անել, դա այդպես չի, կներեք որ հակառակվում եմ, բայց սենց է, երբ որ երեխաները մտածում են, իրանք մտածում են սուպեր կրեատիվ։ Մինչև 5 տարեկան դրա հետազոտությունները կա, հանդիսատեսն է կարա հանգիստ Google անի։ Հենց որ երեխան գնում է դպրոց, իրան դնում են որոշակի քառակուսի մաների մեջ ու իրանց մտածողության այդ ռիչքը սպանվում է։ Այո, երեխեք կան, որ դպրոցում Էյնշտայնը վատ է սովորել դպրոցում, ուրիշ երեխեք կան։ Նորից ես չեմ եկել ձեզ, որ համեսկի չգիտեի, որ homeschooling-ն է ամենակարևոր մեր խոսակցության կտորը, բայց ես երջանիկ եմ։ Ես մարդ եմ, որ 2014-ին դեմ էր homeschooling-ին, բայց հիմա սուպեր կողմ եմ ու ես համարում եմ, որ Ամերիկայի եւ աշխարհի կրթական համակարգը ամբողջությամբ պետքա փոխվի։ Ոչ թե դառնա homeschooling, այլ համակարգը պետքա փոխվի։ Դասամ չպետք է լինի 25 հոգի, պետք է լինի 8-10։ Ու եկեք մի քիչ եթե կարելի է խոսանք այդ homeschooling-ը ինչ է, որտեղ մարդկանց թվում է որ homeschooling նշանակում է public school-ից հանում ես բերում ես։ Տուն տան իրանք սովորում մուլտիկ են նայում ու տենց վերջանում մեռնում գնում են։ Շատերի վստահ եմ, այո, շատ սխալ պատկեր։ Բայց այդ էս չի։ Homeschooling-ը շատ հարուստ է։ Թույլ տվեք ասեմ ինչ է ինքը նախ։ Իհարկե։ Երբ որ դու երեխայի դպրոցից հանում ես, ինքը ծնող ասում է դպրոցը չէր թողում հանեի, ապրիլ ամիսներ ասին թող ավարտի, դա այդպիսի բան չկա։ Երեխայդ կարող ես 15 րոպեում դպրոցից հանել։ Դպրոցը ոչ մի իրավունք չունի քո երեխայի վրա։ Դու նահանգին մի հատ ֆորմ ես ուղարկում, այդ ֆորմի համարը չեմ հիշում, տևում է 15 րոպե։ Լրացնում ես, նամակի մեջ դնում ես, ասում ես այսուհետ իմ երեխայի պատասխանատուն ես եմ, դպրոցը չի։ Որը նշանակում է, որ ձեր երեխան ամեն տարի վերցնելու է անգլերենի ու մաթեմատիկայի քննություն։ 4-րդ կարծեմ դասային սկսած։ Մի երկու անգամ է science։ Այդքան բան։ Հիմա պատկերացրեք դպրոցը այլևս չունի իշխանություն ձեր վրա։ Դուք եք խոսում նահանգի հետ ուղիղ։ Այդտեղ արդեն ձեր ընտրությունը բացվում է։ Օրինակ, դուք կարող եք ձեր երեխային տանել դպրոց։ Էլի դպրոց, բայց որտեղ չկան տեստեր, որտեղ օրինակ ֆինլանդական եւ ճապոնական ուսումնական համակարգերում at least մինչեւ 10 տարեկանը չկա տեստ։ Իսկ այստեղ փոքրուց ամեն Ինչի համար է շաբաթը մեկ այդ տեստերը կան։ Չգիտի, մարդկա լարվում է օրինակ, որ տեստը վատ է լրացնում, բայց ինքը լավ գիտեր այդ։ Մարդը կա բան չգիտեր, նայում է գիտի որ խափի, արագ մտ հեռախոսով sense նայում է, պատասխանում է, պարզվում է ինքը լավ է սովորում։ Ինքն հիմար բան է այդ տեստը։ Գոնե ինչ որ մինչև որոշ տարիք, հիմա հա կա 16-ում լավ է, բայց 6-7-8 տարեկան երեխեքին տեստը ապացուցված է, որ իրենց պետքա խաղալ, իրենց պետք չի տեստ։ Դեռ պատրաստ չեն դրան։ Այսինքն, երբ որ դուք homeschool եք, դուք ազատ եք։ Հիմա դուք ինձ ասեք, որն է լավ լինել ազատ, թե լինել չազատ։ Իհարկե այսօր այդ ազատ կոչվածը այո շատ ավելի շատ է, որովհետև մարդիկ ավելի շատ են ճամփորդում եւ այլն եւ դպրոցները այսպես ասած չի կապում ոտքդ։ Հա, բայց ճամփորդել մի հատ ես լրիվս ասեմ ու ասենք ինչին ուզում եք։ Տեսեք, հանեցի դպրոցից, հիմա երեխան տանն է, դու նստում ես, կազմում ես ցանկ։ Օրինակ, շաբաթը 3 անգամ գնում է ինչ-որ ուսումնական կենտրոն, որտեղ ինքը գնում է մաթեմատիկայի, էլի դասարանով, էլի երեխեք կան, բայց բոլոր երեխեքը homeschooled են։ Ոչ մեկին չի ծեծում, ոչ մեկ ներվային չեն, բան չկա։ Այսինքն կա հնարավորություն երեխաների համար տեսնվել ընկերների հետ, Ավելին, մենք մինչև COVID-ը տանում ենք, ցավոք մեր դպրոցը որտեղ որ գնում ենք փակվեց, բայց ես դա տեսել եմ ու լիքը այդպիսի դպրոցներ կան։ Ինչ է կատարում, ոնց որ խմբակ է ստանում։ Երեխեքը գիտեն դպրոց են գնում, բայց իրական իրան գնում են խմբակ։ Օրինակ, դու կարող ես տանել այդ խմբակներում ու ասել, ես ուզում եմ դպրոց, հա, homeschool է ինքը։ Հասկացաք, ասում ես, ուզում եմ 3 անգամ մաթեմատիկա, օքեյ։ 10 ծնող հավաքվել են, ուզում են երեխեքը իսպաներեն սովորեն։ Okay, այդ 10 երեխան կարող է մի դասարան վերև ներքևեն, ինչ կլինի որ անպայման դի մեկը լինի 12, մեկն է 12, մեկը 10-ը, տաղանդավոր իսպաներեն է սովորում, իրար հետ են նստում, խնդրեմ կա, չկա։ Նստեցին։ Մի հատ երեխա կարող է լինի, ասում է ես լավ դաշնամուր եմ նվագում։ Okay, մյուսն էլ լավ, ասենք հարվածային գործիքներ են նվագում, մյուսն էլ լավ երգում է։ Okay, music band դնենք։ Ծնողներով գնում եք տնօրենի մոտ, ասում եք տնօրեն ջան, որ վճարենք, կարանք երաժշտության ուսուցիչ բերեք պրոֆեսիոնալ, կարանք, բերում են։ Ես դա տեսել եմ, որ գնում եմ ու լիքը հազարավոր, միլիոնավոր տարբերակներ կան։ Այսինքն, բայց կարող է դու ուզում ես դպրոց տանես մենակ 2 շաբթի, 4 շաբթի ու փոթից պարզմա 3 շաբթի, 5 շաբթի դու իրան օրինակ տանում ես 3 ժամ լողի։ Օրինակ եմ ասում, կամ բարի, կամ բոքսի, կամ ինչի որ կամ ոչ մի բանի գիրք ես կարդում։ Այդ երեխաները ունենալու զբաղվածություն ավելի ազատ են փաստորեն։ Դու պլանավորում ես, դու ոնց որ նստում ես, ասում ես ինչ երջանիկ ծրագիր կարամ երեխայիս համար սարքեմ,
որ ինքը երջանիկ, բայց միաժամանակ եւ օգտակար սովորի դպրոցում, որը դպրոց չէ, արդեն homeschool-ը։ Եվ ընդհանրապես ինքը տարվա վերջում մաթեմատիկան եւ անգլերենը տեստ է տալիս, դա էլ կարող ես մասնավոր ծրագրով փակել, կարող ես անգլերենի խմբակի էլ տանել, մաթեմատիկայի էլ, այսինքն բայց ինչ է սովորում, այդ երեխան շատ ավելի պրակտիկա լինում, շատ ավելի ազատ ալնում եւ քիչ ներվային։ Ես իմ երեխաների օրինակով, իդեպ ես իմ գործի բերումով 10,000-ից ավել ծնողի հետ եմ խոսել։ Այդ ծնողների պատմությունները չէ, որ իրանք չեն զանգում, երբ որ իրանք լավ է, իրանք ոնց որ բժիշկ կզանգում են քեզ, երբ որ իրանք վատ է, երբ որ իրանք երեխային մաթեմատիկայի պատճառով դուրս են հանում, երբ որ իրանք երեխան չի սիրում սովորել եւ այլ։ Այսինքն ես լսել եմ բոլոր այդ խնդիրները 6 տարի, էլ չեմ լսում, մոտավորապես մի 6 ամիս առաջ, այսինքն ես էլ չեմ կարող այս անեմ, որտեվ կգժվեմ են հոգեբանների պես։ Հիմա մեր թիմն է այդ անում, բայց ես այդ պատմություններից ինչ եմ հասկանում, որ երեխաները ունեն մեծ նևրոզ դպրոցներում։ Իրանք թաքցնում են, իրանք չգիտեն, նայ օրինակ մեծ տարիքում մեկը որ քեզ ասի դու գեշ ես, օրինակ եմ էլի ասում, դու կասես հա օքեյ, քո համար գեշ եմ, զատո իմ ընտանիքում սիրուն եմ, կամ ես գիտեմ որ ես սիրուն եմ։ Իսկ երբ որ քեզ 6 տարեկանում ասեն դու գեշ ես, դու կարող ես լուրջ ընդունես, լացես ու դաս տուն ու ասես մամա ինձ ասեցին ես գեշ եմ, կամ չասես։ Ասկեմ եք, այսինքն խոսում ենք հետևանք ունենա։ Հիմա ինձ մեկը կասի, բայց եթե դու երեխուդ հանես դպրոցից, ամենամեծ հարցը է սա, ասում են, բայց որ չտանես դպրոց, ինքը չի սովորի ուրիշ երեխաների հետ։ Այնց դա յուզը, որտեվ դա ամենայն կարծիքն է բոլորի մոտ, որ երեխան կտրվում է այդ սոցիալական շոումից եւ չի լրացնում։ Հասկանում եմ, դե այտենց մի հատ ես այդ հարցին հարցով պատասխանեմ, եթե ուզում ես տանես դպրոց, որ ինքը այն վատ երեխեքին տեսնի եւ լավ երեխեքին, որ մեծ տարիքում կարողանա չէ տարբեր, ասում դե տանենք բանդ։ Տանենք մանկական բանդ, թող այնտեղ պիստոլետներով երեխեքը լինեն, դանակներով խփեն բան, տանենք։ Ես չափազանցնում եմ, բայց ուզում ասեմ, այդպես չի։ Ես իմ երեխաների եւ 7% Ամերիկայի երեխաների հետ մենք ամեն տարի գնում ենք ֆիզկուլտի տեստ ենք տալիս։ Այնտեղ տեսնում եմ, որ միայն homeschool երեխեք են։ Ու տարբեր քաղաքներում եմ եղել, ասենք Սանտա Մոնիկայում եմ եղել, Sherman Oaks-ում, բանտես տարբեր location-ներ են կանչում, որ դու վազեն երեխեք է, որտեղ նահանգում տեսնես երեխեք իսկական են, թե չէ։ Կանչում են քեզ տեստ անեն, բան ես անում, push-up, հա, իմ հայրը որ ասում են հրում հպում։ Եվ ծնողների հետ խոսում ենք։ Այսպես վիճակ է։ Հանգիստ, երեխեքը հանգիստ են, ոնց որ sense այն ներվը հանած։ Ու դու հասկանում ես, որ այդ bullying-ը օրինակ գալիս է դպրոցի այդ գազանանոց վիճակից, որ շատ են, չկարգավորված են, ներվային են ու sense իրար մի հատի բզեն, մի հատ տանջեն եւ սովորելն էլ ամոթ է։ Իսկ մի հատ ուրիշ հարց տամ։ Այ օրինակ ցավոք սրտի այսօր կյանքը wild է, այսինքն այդ հանգստությունը այլևս ինձ թվում է ոչ մեկս չունենք։ Իսկ չեք կարծում, որ այդ public school գնալը ինչ որ այդ ագրեսիվությունը, այդ bullying-ը ինչ որ չափով երախուն պատրաստում է հետագա կյանքի մեծ տարիքում ավելի, որտեղ մի օր աշխատանքի պիտի դուրս գան տարբեր մարդկանց են տեսնում, շփվում, ովքեր public school-ում են մեծացել։ Դե ասում եմ, ինձ թվում է, որ օրինակ ես չեմ հանդիպում այն անմակարդակ մարդկանց, ում որ ստիպված է հանդիպել։ Եթե ես գնում եմ public school, կամ նույնիսկ համալսարանում Հայաստանի կարող են այնց մարդիկ լինեն քո կուրսում, որ տհաճ է։ Իսկ մեծ տարիքում մի քիչ դու ես ընտրում քո շրջապատը։ Հա, կարող է փողոցից մեկը գա քեզ խփի ու պարզվի խուլիգաներ հետևին հետ, բայց գլոբալ դու ես ընտրում որտեղ աշխատես, ում հետ ամուսնանաս, ինչ ձևի ընկերներ ունենաս, չէ՞ որ դու ես ընտրում քո շրջապատը, մեծապես դու փակվում ես քո շփման։ Այս տարիքում արդեն ունես ավելի ընտրության հնարավորություն։ Իսկ ինչի՞ չունենալ դա փոքր ժամանակ։ Օրինակ ինչի՞ չիմանալ գնալ տեսնել մի դպրոց, որտեղ homeschool երեխաներ են ու դա անել փոքր ժամանակ, տանել իրենց օրինակ թենիսի, որտեղ հիմնական մակարդակով երեխեք են ու երեխեքը թենիս խաղան ու թենիսային ընկերներ ունենան ու միասին ինչ որ թեմայի շուրջ ոգևորեն։ Տեսեք, նաև ուրիշ խնդիրներ կա public school-ում։ Գիտեք, որ Ամերիկայի ծրագիրը, որ երեխաներին կերակրում է դպրոցներում, ունի շաքարի խայտառակ մեծ քանակություն եւ այն չորեխքը ուտում են public school-ում, ազդում է իրանց դոպամինի արտադրության վրա, sense մի քիչ բժշկական բանով գնանք, եթե բժիշկներ կամ մի քիչ մարդիկ կան հասկանում են, դոպամինը արագ հաճույք է պատճառում քեզ։ Որ դու շաքարի addiction-ը ամենամեծ addiction-ը ավելի երևի քան կոկայինը, քան մյուս բաները։
ուզում եմ ասեմ այդ ամերիկյան մշակույթի մեջ ցավոք սրտի վատսանվելու հիմքը դրած է դպրոցից։ Արդեն ապացուցված է, որ USDA-ի նախկին պետը կաշառված էր շաքարային ինդուստրիայի կողմից, ու սա փաստ է։ 50-60-ականներին իրանք թաքցրել են շաքարի խնդրը։ Շաքարի խնդրը բայց շարունակում ենք նույն կաշառել են իրան, այդ մարդը եղել է Harvard-ի պրոֆեսոր գիտնական, կաշառել են, գրել է, որ շաքարը վնաս չի, վնասա տրանս յուղերը եւ այլը։ Շաքարը օքեյ, այդքան վատ չի, գլյուկոզը, ֆրուկտոզը լավ է ուղղակի համար ապանման։ Եվ իրոք գլյուկոզ ուղի համար պետք է, բայց երեխեքին չի կարելի։ Բայց գուցե մի քանի։ Կարծեմ, 2-ից 4 գրամից ավել չի կարելի։ Մի հատ որ sugar drink է խմում 3 անգամ ավել է, քան իրանց երիկամների եւ լյարդի համար հնարավոր է։ So public school-ում ես չեմ տեսնում, որ այս ամեն ինչը գիտակցում են, այսինքն լավ դասատուներ են, տեսեք, ես դասատների դեմ չեմ, լավ տնօրեններ են, լավ դա, բայց միշտ իրանք understaffed են, այսինքն քիչ են իրանց դասատները, քիչ են իրանց թվում է թե աշխարհի ամենահարուստ երկրում ենք։ Հələ Լոս Անջելեսում լավ է, փող կա, Լոս Անջելեսի քաղաքներում։ Չնայած որ այստեղ են շատ լինում դասադուլները եւ այլ։ Բայց գոնե մի քիչ, բայց դուք որ գնաք Միջին Նահանգները Ամերիկայի, ընդհանրապես աղքատություն է։ Ասում եմ բնակչության դու աղքատ չես, եթե չես կարող տուն առնես, ուրեմն դու վարձը ապրես, իսկ վարձը քո եկամուտի 60-70%-ն է, այսինքն դու 10,000 աշխատում ես, 6,000 գնում է վարձի ու ավտոյի վրա, թեստակը 4,000 է մնում, դու դա առնում ես, դաժե 10,000-ով դու չես կարող տուն առնես։ Դա վախենալու թվեր է։ Եվ գնալով ավելի է։ So, ինչ եմ ուզում ասել, որ երբ որ դու homeschooled ես, դու ունես հնարավորություն մեծացնելու ազատ մտածող, կրեատիվ մտածող երեխա։ Իսկ երբ որ դու public school-ում ես, դու չգիտես այդ երեխայի հետ ինչա կատարվելու։ Ես ընտրում եմ վերահսկողությունը, ես ընտրում եմ, որ իմ երեխան օրինակ sex education չստանա։ Ուսա ես կարծում եմ, որ երբ որ իրան հետաքրքիր կլինի, եթե աղջիկա իր մայրիկին կհարցնի, եթե տղա է հորը կամ ընկերներ, բայց եթե 10 տարեկան է ու ինքը չգիտի, ինձ պետք չի որ ինքը իմանա։ Մի օր կհարցնի կի։ Ցավոք սրտի դա այն ցավոտ թեմաներից մեկն է, հատկապես հայերի հայկական համայնքում, քանի որ մենք սովոր չենք այդպիսի թեմաներին այդքան վաղ տարիքից, բայց այս երկիրը ստիպում է, որ կարող են շատ շուտ տարիքից սկսենք երեխաներին բացատրել, որը որից հետո է, քանի որ եթե ընտրում ենք public school գնալու ճանապարհը, այսքան լավ է տանը դու խոսես, քան երեխան գնա դպրոցից իմանա, այսքան ստիպված մենք ընտրում ենք վաղ տարիքից իրենց ծանոթացնելու։ Ես դրան հարց ունեմ, իսկ վաղ տարիքում իրենց տալիս եք օղի կամ տեկիլա որ խմեն։ Չեք տալիս, չէ՞։ Իհարկե ոչ։ Իսկ գիտեք, որ երբ որ երեխայի ընդհանուր հոգեբանական ոնց որ վիճակը պատրաստ չի անձը, դու իրեն տալիս ես մի բան, որը ինքը չի կարա լուծի, չէ՞ որ իր ուղղակի լուծում գտնի։ Պատրաստ չի։ Մենք գիշեր պարկում ենք քնել, ասում ենք վայ ավտոն չլվացի, լավ վաղը կլվամ։ Լուծումը տալիս են կամ վայ մամա ինչ զանգեցի, լավ են զարթնեմ կզանգեմ։ Մենք լուծում ունենք վաղվա համար, մենք ունենք պլան։ Եվ որ երեխան չունի լուծում, ինքը չի հասկանում այդ խնդիրը, իր հոգեբանական այդ փխրուն միջավայրը փլվում է, ջարդվում է, դրա համար եմ ասում, որ public school-ը կարող վտանգներ ունենա նման օրինակ։ Դա է իմ ոչ թե վախը, այլ չգիտեմ այդ բառը ոնց գտնեմ։ Տագնապը երևի ավելի շատ։ Այդ ստրեսի մեջ ես իմ երեխաներին չեմ ուզում դնել։ Այ որ նոր անցակ homeschooling-ի, ինչ որ վախեր, մտահոգություններ ունեիք։ Ես դեմ էի, կինս կողմ էր եւ մենք տանում ենք Verdugo Woodlands Academy կոչվում էր։ Glendale Verdugo Glendale Academy, 2 freeway եւ mountain-ի այդ խաչմերուկում եւ շատ բարեհամբույր են եւ մեր համար մենք բացահայտում ենք որ այսքան մեզ տալիս են գիրք, ասում են այս տանը երեխային կսովորացնենք, ասում ենք փաստորեն homeschooling-ը սենց է լինում, մենք դե ամեն ուրբաթ գանք հանձնենք, ինչ ենք սովորել, էլի գնանք, ինչ դժվար է, ոնց ենք անելու, բայց ոնց սովորացնենք, դասատույա պետք։ Որ չես պատկերացնում ինչ է սպասվում, անորոշ։ Եվ հետո կամաց մեկ է պարզվեց, չէ, գիտես, այնքան homeschool անվճար եկեղեցիներ կան, curriculum-ներ կան, ծրագրեր կան, կա online, դե online-ը հիմա է հայտնի այն ժամանակ ով գիտեր, բայց այն ժամանակ կար պարզվում է online դպրոց, ոչ online դպրոց, homeschooler մամաները ամեն ամիս հավաքվում են այս պարկում, այն պարկում եկե հանդիպում են, օրինակ շատ հետաքրքիր բան կա, կոչվում է co-op։
Co-op-ը դա ոնց որ կոոպերացիա, համագործակցություն, ասենք 5 ծնող, ունենք մարդը 2 երեխա։ Հավաքվում են եւ ասենք 5 տուն ունեն, չէ՞ իրանք։ Ամեն օր մեկի տանն են անցկացնում, բայց հենց այնպես չեն անցկացնում, իսկ եկաք մեր տուն, ես բժիշկ եմ։ Ձեզ սովորացնում եմ biology։ Բժիշկ եմ, օքեյ, 2 ժամ այսօր գործի չեմ գնա, առավոտ երեխեքը կգան, իմ երեխեքն են ու իմ ընկերների երեխեքն են կամ ծանոթների։ Co-op ձևով է կրթություն կա, անվճար է դա։ Այսինքն անվճարն է, ծնողներն են կրթում կամ մարդ են բերում, ասենք որ լեկցիա կարդա երեխեքին գնա։ Բայց այդ երեխեքին են հարցում, երեխեք ինչ կուզեք։ Բարձում է երեխեքը ուզում են օրինակ TikTok-ի վիդեոներ նկարեն։ Օ, TikTok-ի վիդեո, ուրեմն դու դիմանաս սցենար գրել, լույս դնել, միկրոֆոնի հետ աշխատել, այսինքն լույս, ձայն, աղմուկներ, նկարել այդ ամեն ինչը, օպերատոր, հետո մեկ է դա մոնտաժել, հետո դա տարածել եւ հետո դու, այսինքն TikTok-ի այդ ապուշ բարերի փոխարեն, որ նա եմ էշությունները ներողություն անում, մեկ էլ դու բարձում է 5-6 մասնագիտության հետ expose եղար։ Այսինքն ես կարող եմ կանչել օրինակ ձեր լավ է ստուդիան սպասարկող անձնակազմին, օրինակ, հա, այդպիսի մարդկանց հրավիրել, իրանք երեխաների օգնությամբ մի հատ ոդքասթ կամ ինչ-որ բան նկարեն, մեկ երեխեքի մոտ դա փոքր տարիքում մեծ վառ մի բան է, որ իրանք ես հիշում եմ մեկ էի գնաց, ասենք, չգիտեմ 10 տարեկան, մինչև հիմա ես դա հիշում եմ, մենք գնացինք, երգեցինք, ինչ որ։ Եվ հասկանում որ TikTok-ը, այդ TikTok-ը չի ինչ է իրանք պատկերացնում։ Հա, որ մի հատ հեռախոսով բարի, բայց այնտեղ ցել, այսինքն կա Mr Beast կա, չէ՞, որ միլիարդների follower-ներ ունի։ Եվ միլիոնար։ Ուզում եմ ասել, որ օրինակ դու ընտրել ես co-op ճանապարհը, օքեյ, եթե դու ճիշտ կազմակերպես, ու դու ամեն անգամ տարբեր դերերում, տարբեր location-ներում, տարբեր մասնագիտություններ լսես, մենք բոլորս սովորել ենք մեր ուզած բաները մենակով, երբ որ մեզ մի բան շատ հետաքրքիր է եղել, մենք այդ ֆիլմը նայել ենք, մենք այդ գիրքը կարդացել ենք, մեր ընկերոջը զանգել ենք, ասենք մի հատ հանդիպենք, մի հատ քեզ կարևոր բան տի հարցնեմ, ինքս դες զբաղված եմ, լավ էլի վաղը, լավ էլի մյուս օրը, երբ որ դու ուզում ես, դա կատարվում է։ So ինչա պետք տալ երեխեքին փոքր տարիքում, որ իրանք հետաքրքրվեն մի բանով, սիրեն իսկապես եւ դա, եթե դա իրանք դուր է գալիս եւ դա կարող են իրանք դա անել, դու օգնես, որ իրանք դա կարողանան հասնել դրան, այսինքն ասում ուզում եմ ճարտարապետ դառնամ, նման միջավայր ապահովես իրան, որ ինքը դառնա։ So էսա homeschooling-ի հնարավորությունները, կրկին լիքը լավ երեխեք ու լավ դպրոցներ կան, լիքը լավ public school-եր կան Ամերիկայում, բայց ընդհանուր պատկերի մեջ, բայց ամեն դեպքում ինչքան է լավ դպրոց, վատ դպրոց համակարգը նույնն է։ Պրոբլեմ ունենք։ Եվ մի բան էլ որ եկեք սենց է նայենք, էլի դպրոցները երբ են ստեղծվել մոդեռն հիմիկվա դպրոցները եւ մի 300-400 տարվա պատմություն ունեն։ Կարծեմ, եթե ճիշտ եմ հիշում, Անգլիայում, որ այդ բանվորները, ածուխ խանողները, բան բերեն երեխքին շպրտեն դպրոցում գնան խելոք աշխատեն։ Այսինքն ինքը ուղղակի ժամանցի վայր է երեխքի համար, որ ժամերի ընթացքում որ ծնողը չի կարող։ Հա, մենք գալիս ենք Ամերիկան, ինչ է, ինքը աշխատանքային գաղութ է միգրանտների համար։ Այդ դու կարծում եք այդ դպրոցի համակարգը հնացած հին է։ Հա։ Մի բան կա, որ 400 տարի առաջ հնարել են ու դուք օգտվում եք, կարող է սաները, կարող է շուտ այնց բաներ, հա, չգիտեմ, կոշիկը, բայց կոշիկներ չէ, լիքը տեխնոլոգիաներ է փոխում, որ փափուկ քայլես, որ եսի ինչ դինի, իհարկե։ Հա, շատ հնացած է, պետք է սովորել, ես լավացման improvement-ի տեղում։ Ճապոնիայի մոդելը եւ Ֆինլանդիայի մոդելը, եթե ծնողները ծանոթ չենք, կարող եք YouTube-ով իմը չեմ կարող այդ ամբողջը, ես հատկապես դրա էքսպերտը չեմ, բայց ինչքան որ դիտում եմ Ճապոնիայի կամ Ֆինլանդիայի երեխքի մասին, իրանք երջանիկ են, ամեն կարող է դա։ Երեխքը երջանիկ, որ ձեր երեխեքը երջանիկ լինեն, չեք ուզի երջանիկ լինեն։ Ուզեք $1 միլիոն ունեն, թե 100 միլիոն, բայց 100 միլիոն ունեն ու դժբախտ, տենց չեք ուզի, չէ։ Ավելի լավ $1 միլիոն ունեն ու երջանիկ լինեն, չէ։ Իսկ մեկ ուրիշ հարց տամ, այդ transition-ը, քանի որ նշեցիք, որ ձեր տղան գնացել է, չէ՞, մի որոշ ժամանակ elementary school։ Այդ transition-ը ոնց անցավ իր մոտ։ Շատ դժվար, որովհետև մենք չգիտեինք ինչ ենք անում, այն ժամանակ ոչ մի հայ չկար, որը մեր ծանոթ կոնե, որ homeschool անում։ Իսկ հիմա շատ են։ Մենակ ես երևի մի քանի, մի 1000 ընտանիք ճանաչում եմ։ Հանգիստ է։ Հանգիստ, որ ինձ մեր համակարգում, որ դասը դու համակարգում սովորում են, հանգիստ մի 1000 ընտանիք մենակ homeschool անում։ Հանգիստ։ Շատ են։ Շատ են, ես ուրախ եմ, որ շատ են։ Բայց դա ճոխություն է, այսինքն ընտանիքում մեկը պետքա կամ կինը կամ ամուսնը չաշխատի։ Full time աշխատանք է։ Հա, ամբողջությամբ նվիրվի երեխեքի գրաֆիկի կազմակերպմանը։
որ սովորեն, որ stated requirement-ները կատարվի, այդ խտաբանությունը դու պետք է հանձնես, օրինակ մենք Blue Ridge Academy-ով ենք սովորում, ծնողները կսիրեն այս մասը, Blue Ridge-ը օրինակ տարեկան մոտ $3600 քեզ վճարում է, դպրոցը քեզ է վճարում 3600 ամեն երեխայի համար, եթե պետք է կարող եք գրետ Սոֆյան կօգնի, որ դուք գրանցվեք, հերթ անտեղ, բայց լինում են գրանցվողներն այս ջուր անհատ, չի ժամանակին դիմում ես, լինում է ինչ անում Blue Ridge-ը, քեզ տալիս է ծրագիր, ասում եմ խնդրում եմ այս ծրագրով սովորեք, որ սովորում ես, սովորելու ընթացքում ունես ոնց որ մենեջերի պես մեկը, բայց ինքը head teacher-ն է, երեխեքից զանգում է, մեկ-մեկ տեստ անում կամ բան, իրանք քեզ դասերել են տալիս, ծնողների երեխեքի Blue Ridge-ը դասեր է տալիս, curriculum-ը տալիս, այսինքն դու ունես ճանապարհ, գիտես որ երեխաս այս 20 թեման պետք է մաթեմատիկայից սովորի, այդ կարաս այդ թեման վերցնես, գնաս ես չեմ ուզում մեզ գովազդեմ, որևէ կենտրոն ասես իմ երեխայդ մաթեմատիկան խնդրում եմ այս ծրագրով պարապեք, մենք դա անում ենք օրինակ, մեզ որ զանգում են homeschool ծնողները, ասում են երեխաս էս ինչ homeschool-ում է, էս էլ այդ homeschool-ի ծրագիրն է, մենք վերցնում ենք այդ ծրագիրը երեխուն սովորացնում ենք, սովորաբար նույն բանն է անտարապես, ինչ դեպի տարբերություն, մի քիչ ինչ որ հետո առաջ կարող է լինի կամ մի քիչ ավելի ուժեղ, ավելի թույլ, բայց նույն բանն է So դու ունես քո homeschool-ի ծրագիրը, այսինքն դու մենակ չես, դու գրանցվել ես online ասենք homeschool-ի, եթե online ես ուզում, որտեղից արդեն դու գնում ես, սկզբի 1-2 տարին դժվար է, բայց եթե ունես, հիմա շատ հեշտ է 2025 թվականին հավատացեք, 2014-ին քիչ, փոքր, բոլորը դեմ են, ռեսուրսներն էլ են քիչ այն ժամանակ, ոչ մեկ չգիտի, դպրոցներն էլ են քիչ, բայց այնուամենայնիվ նույնիսկ 2014-ին հարյուրավոր դպրոցներ կային Եվ կարծում եմ որ առաջի տարին երբ որ մեկ օրինակ հիմա նայում որոշում է homeschool անի, կարևոր է այդ առաջի տարին ավելի լավ է դու տանես երեխայիդ homeschool school կամ ֆիզիկապես կամ online, որովհետև եթե դու անես, դու կարող լավ չանես։ Իսկ դա որ ասում եք թեստ են, չէ՞ անում երեխաները տարվա վերջ ասել։ Տեսնում եք դպրոցում։ Իսկ եթե թեստի արդյունքը օրինակ գնահատականը որպես այդպեսին լավ չի լինի։ Դա որևէ խնդիր է բերում է ծնողի համար։ Դե մեր մոտ Քանի որ չի եղել։ Մեր մոտ այնց չի եղել։ Բայց այդ պետք է հարցնել, չգիտեմ ինչ է լինում։ Ես անկեղծ չգիտեմ ինչ է լինում։ Եկե մայրոնք միշտ համազդում են, իրանք ծանոթ ունեն, լավ մաթեմատիկայի դասատուներ են։ Ծանոթով լավ մաթեմատիկայի ու անգլերեն դասատուներ են իրանց տալիս։ So problem չունեն այդ կտորը, բայց հա, այդ լավ հարց է։ Դե ինչ ալնում դպրոցում եթե տեստը չես տալիս, նույն բան է։ Իրականում ոչ մի բան չի լինում։ Իրականում ավելի շատ ուղղակի դպրոցն է որպես rating-ը, քանի որ իրենց պետք չի որ իջնի, բնականաբար իրանք ուզում են որ ուսանողների գնահատականը բարձր լինի։ Ուղղակի հետաքրքիր զուտենա տարբերակով, քանի որ ծնողն է պատասխանատու լինում, բայց կարծում եմ պիտի որ նույն համակարգը լինի։ Քանի որ մենք հայրս սիրում ենք օրենքները շրջանցել, ես մի բան եմ ուզում այս պահին սովորացնեմ, դու կարող ուսումնասիրեք այդ ոնց է կատարվում, ծնողը կարող ինքը իր սեփական երեխայի ատեստատը ստորագրի Ամերիկայում։ Ծնողը կարող գրանցվի որպես դպրոց, ասի ես դպրոց ծնող եմ, մենք ծանոթներ ունենք, որ անում են։ Մենք այդ ռիսկը չենք, բայց եթե դու կեղծեցիր երեխայիդ ատեստատը, քեզ կարան դատեն նույն ձևի, ոնց որ ասենք օրինակ դպրոցի տնօրենը կեղծեր երեխայիդ ատեստատը, եթե քեզ բռնացնեն, որ երեխայդ մաթեմատիկա չգիտի, դու իրան A ես դրել, տեստ անեն ու պարզվի չգիտեր, քեզ կարան դատեն նույն ձևի։ Այսինքն դու, բայց ինչն է հավես մասը, որ դու Ամերիկայի այդ ազատությունը ես շատ եմ սիրում, հզոր է, էլի։ Հասկանում ես, ինքը քեզ ասում է ծնող ես, վստահ ես, որ դու կարաս քո երեխայի գիտելիքը ստուգես իմ ուզած չափորոշիչներով, դե ստուգի գնահատականը դիր ուղարկի նահանգին։ Ես դա կընդունեմ ու ատեստատը կտամ քեզ որպես իսկական ատեստատ, որով դու կարաս ցանկացած քոլեջի համալսարան ընդունվես նույն ձևի, ոնց որ եթե սովորեիր Գլենդելում, Բրբանքում։ Ծնող անգամ ունի այդ հոմսchool ծնողը կարող է այդպիսի բաներ էլ անի։ Մենք ունենք այդպիսի ծանոթներ, ես չի հավատում։ Մինչև շատ ասում եմ Սոֆա մի բան սխալ ես լսել, մինչև այդ ծնողը ինչ ցույց տվեց, Քեթրինը մեր տան, ամերիկուհի է ինքը։ Իրա քավորն է Բրբանկի մերներ են վաղ 70-ական։ 5-ին է էլի ամերիկացի։ Հո ասում ես անիրական է թվում, չէ՞։ Չէ, ասում ես իմ երեխու ատեստատը ասում B եմ դրել, C եմ դրել, D եմ դրել, ոնց կա։ Ամերիկացիները լավն են, էլի, չէ, չեն սիրում խափեն։ A չէր դրել, ասենք իր երեխուն։ Ինչ որ կար, էդ էլ դրել էր։ Անկեղծ են։ Հասկանում եք, դրա համար այդ հնարավորությունն է լավը։
homeschooling-ի այդ մեծ լայն ամեն մեկը չի ցավոք սրտի པարզ է հիմա մարդիկ կլեն կասեն Սամվել ջան նայելով էլի ես գնում եմ միտեղ հաշվապահ եմ աշխատում ամուսինս ուրիշ գործ անում մենք ոնց homeschool անենք ես հասկանում եմ Դուք արդեն նշեցիք որ գոնե մեկ ծնողը պետք է միշտ նրա մեզ էլ է դժվար եղել ես չեմ թաքցնի երբ որ գալիս ես Ամերիկա առաջի 2 տարին միշտ ստրես է իհարկե փողերը ներվերը ամեն ինչ է լինում բայց եթե կա ցանկություն ամեն ինչ հնարավոր Ամերիկայի այդ մասն էլ է լավը եթե դու որոշել ես որ պետք է Իսկ հիմա երեխաները գոհ են երջանիկ են այդ գրաֆիկով Եվ այո եւ ոչ տղաս շատ հիմա ընդունվել է արդեն համալսարան աղջիկներս 12-10 են պետք է լինեն 12-11 դե մենք փորձում ենք լրացնենք օրինակ 23 թվականին տանում ենք մի հատ դպրոց որի 3 շաբթի 5 շաբթի էր մենակ գերներ ունեին հետո հանեցինք 24-ին տարանք Իտալիայում էինք այնտեղ գնում էինք տենց քեմփի պես էր 3 ամիս գնացինք Իսպանիայում տենց փորձեցինք 2 ամիս գնացինք դպրոց ինչ էր սենց բան անում են ամենալավ partն է որ ճամփորդելուն չի խանգարում Հա կա նաև հետաքրքիր ձևեր կան homeschooling-ի սա էլ ասեմ կարող ինչ-որ ծնողներ որոնք ունեն հնարավորություն անեն օրինակ կան traveling homeschooler-ներ Միշտ նույն խմբով ոնց որ ընկերներ ունեն, ասենք ունես 10 ընտանիք ընկերներ։ Ինչ որ մեկը դե միշտ ակտիվ է, չէ, ասենք մամաներից կամ երկուսը։ Կազմակերպում են, օրինակ գնում են 2 ամիս Նորվեգիա, բոլորով գնում եք այդ նույն գյուղը, վարձում եք, այդ գյուղում դասատուներ էլ կան, նետ եք կրակում, նավ եք քշում, ես ինչ որ Թե մշակույթին ես ծանոթանում, թե ճամփորդում ես, թե սովորում ես դասերը տալ չէ։ 2 ամիս Նորվեգիայում ես, մեկ էլ տպ սենց փոխվեցիր, գնացիր Բրազիլիա։ 2 ամիս այնտեղ մնացիր գնացիր Իտալիա դե փողա պետք բարձա դրա համար ամեն մեկը չկա կա դրա շատ լյուքս թանկ տարբերակներ օրինակ մի հատ մարդա Պորտուգալիայում ես նայում եմ իրենց սայթը ինքը ինչ է արել եթե 2 տարի չեմ նայ բայց որ իդեան ճիշտ կասեմ էլի ինքը սարքել է նույն տիպի շենքեր ասենք մի հատ Պորտուգալիայում ունի մի հատ Բալիում ունի մի հատ կարծեմ Բրազիլիայում ունի բայց շենքի դիզայնը նույնն է Դու գնում ես, ասենք 301 սենյակ, որ մտնում ես, ոնց է Մարիոտը, չէ՞, եթե նույն տեղը գնացի, նույն ձևի։ Մտնում ես քո սենյակ, բայց ուրիշ երկրում ես։ Բայց դասատուները դել են հետդ գալիս, բայց երկիրը ուրիշ է։ Ինքը քեզ ամեն 6 ամիս տանում է ուրիշ երկիր, թանկ է, այդ տարեկան մի 100,000 է ինչքան է, բայց կան հարց։ Ինքս այդպես ես էլ ուզենայի նորից սովորել։ Հա, չէ, հա, այդպես ծնողներ կան, որ ասում են, ես տենց եմ որ ես էլ travel եմ, մենք էլ ենք անում։ Հիմա պատկացրիք, չէ՞, արդեն ծնողները եկան, գնացիք 6 ամիս կամ մի սեմեստր գնացին Բալիում, 6 ամիս մնացին, դա հավաքվեցին, գնացին Պորտուգալիա, 6 ամիս հավաքվեցին, գնացին ես։ Բայց այդ թանկ, ուզում ասեմ, այն որ ասում է ծնողները իր այդ գնում են գյուղ են վարձում, դա ավելի էժան տարբեր, ոնց որ դուք ընկերներ ասում եք luxury տարբեր։ Իտալիայում որտե մի հատ էժան գյուղ կա, գնանք վարձենք 3 ամսով, բոլոր տները գյուղի վարձենք, մնանք ուտենք, խմենք, երեխեքներ խաղան դուսը, գանք։ Այդ տենց, այսինքն նայած homeschooling-ի այդ ուզում եմ ծնողներին ասեմ, որ այդ 0-ից մինչև 100 կամ 100-ից էլ ավել homeschooling-ի լավը այդ ազատությունն է։ Ու դու որ ջոկում ես, որ փաստորեն կարող եմ sense բաներ անեմ։ Մտքի թռիչք։ Արդեն դու զգում ես, որ տանում եմ ճխտում եմ երախուս ամեն օր էս բանը հա էսա եթե կարողացա էլի իհարկե դա պատմեմ չէ լրիվ հասկանալի է այդ ազատությունը դրա հետ համամիտ եմ իրոք որովհետև public դպրոցով սահմանափակվում ես Օրինակ ինչ խորհուրդ կտակ են մարդկանց ովքեր մտածում են homeschooling անելու մասին իհարկե արդեն խոսեցինք նախնական դժվարությունների մասին պետք է մի ծնողը կարծում եմ քիչ աշխատի կամ չաշխատի պետք է հասկանա որ սկզբից կարող դժվար լինի երեխաներին ճիշտ բացատրի ինչա որտեվ երեխաներն որ լսում են homeschooling իրանց մա փակելու է տանը դու իրանց հակառակը դու ավելի շատ ես լինելու ուղակի քեզ զանգը որ հնչեց չի բայց դու գնացել ենք եթե գնացել ենք դու խաղում ես ասենք թե ֆուտբոլ կարաս ոչ թե 45 րոպե խաղաս այլ 6 ժամ մինչև հոգ Անակ երեխաները relax վիճակին չեն Ունակ ձեր առօրյան ինչպիսին է, այսինքն իրան գիտեն առավոտյան պետք է արթնանան, Ախտագիր գիտեն, 9-ից 12 դաս են անում։ Այսինքն այնպես չի, որ այսօր չանենք կամ չգիտեմ։ Որ այսօր չանենք, հիմա չի լինում որ ձեր երեխան ասի այսօր չեմ ուզում։ Լինում է, իհարկե լինում է, բայց ուզում հասկանամ, որ դա միշտ, այսինքն ինքը գիտի, որ homeschool անում, դա իրան չի դարձնում, որ ռեժիմից դուրս, որ այդ կարող է դիսցիպլինա կոչված։ Չէ, կարող է դարձնում մի քիչ, բայց
դա էլ լավ է, որովհետև տեսեք, թե ապագայի մասին ես ինչքան կարդում եմ, արհեստական բանականությունը, այս ChatGPT-ն եւ նման օրինակ բաները լիքը գործ անելու են։ Եվ միակ բանը, որ իրենք կարող է, չկարող են անել, դա ստեղծագործական մտածողությունն է։ Այսինքն ազատ, կրեատիվ, իսկապես ստեղծագործական մտածողությունն է ու Իսկ homeschooling-ը դա տալիս է երեխային։ հա, homeschooling-ը ամենաազատն է, ու այդ հակառակը գիտեք, մեծ տարիքում էլ է տենց մարդիկ գիտեք, այնքան փող են աշխատում, ինչքան հոգեբաններ են իրանք թույլ են տալիս։ Այսինքն ինչքան որ, ասենք, ծնողը ամբողջ մեծանալուց ասել է դու բոմժ ես լինելու, պայմանական էլի, կամ դեբիլի մեկն ես, ինքը տենց էլ հավատում է։ Կամ իր մտքում ասում է, օ դե որ ամիսը 10,000 աշխատեմ այդ մեծ փողը, ու տեղ էլ կանգնում է, մեկն էլ կա ասում է 1 միլիոն աշխատեմ, տեղ էլ կանգնում է, այդ Պատակը գոլը։ եթե փողի մասին ենք էլի խոսում, որտեվ անձի զարգացման, անձի խորության մասին է կարանք խոսանք, բայց եթե լիմիտ չես դնում քեզ, դու հասկանում ես, որ կարող ես շատ Եթե դա է քո նպատակը, այս ուզում եմ բանում, ես վախում եմ, որ public school-ում շատ են երեխեքին տենց քառակուսիացնում, Սահմանափակումներ, որտեղ պետք է քառակուսիացնես, որ կարողանաս կառավարես։ Այդ էլ լավ բան է, մենք բայց թեորիացի Այսքան պետք է, հա, չէ, շատ չենք ծավալվի, բայց այսքան գալիս ենք այն եզրակացին, այո, այդ կառավարելի մասն էլ է պետք։ Հա, լավ է, իհարկե լավ է, բայց էլի ոնց որ նայեք, Ամերիկայի պետությունը նայում է, չի ասում ինձ պետքա ամեն տարի, որ օրինակ 1 միլիոն նոր մարդ լինի։ Այդ մեկ պայմանական, այդ 1 միլիոն մարդուց մեկը պիտի բաժակ արտադրի, մեկը պիտի բենզին լցնի, մեկը պիտի Walmart-ում աշխատի։ Ամեն գործանող Ինչն էլ պակասում է immigration կանեմ։ Հասկանում եք, գլոբալ նայում են իրանք։ Դրա համար ես չեմ կարծում, որ public school-ում տնօրեններին ասում են անպայման երեխային նենց կմեծացնես, որ լավ մաթեմատիկա իմանա։ Չիմանա մաթեմատիկա, ոչինչ ինքը կդառնա Իհարկե բոլորը հոնույն իրանց, բայց մենք հայերով մենք սիրում ենք լավ կրթություն։ Այո։ Ու ես տենց հայ չեմ ճանաչում, որ լիքը մարդկա գնում է խեղճասան, չգիտեմ, Uber են քշում, փողը բերում են տալիս են օրինակ մեզ կամ ուրիշին, որ իրանց երեխքը լավ մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա, անգլերեն, այսինքն մենք դա գնահատում ենք ու մենք շատ լավ ազգ ենք։ Ես մեր հայրին շատ եմ սիրում։ Համամիտամ եւ ոչինչ չենք խնայում։ Մեր երեխաները, մեր ծնողները, մեր ընտանիքը շատ ու դա շատ մեծ երջանկություն է, որ մենք այդպեսին ենք։ Harvard-ը ստադի ունի, ասում եմ, երջանիկ մարդիկ են մարդիկ են, որոնք որ ունեն ընկերներ եւ ընտանիք եւ ընկերներ, տենց հերթ։ Ու հենց այն հերթականության, որով հայերով մենք ապրում ենք, ընտանիք եւ ընկերներ։ Այսինքն, այս խնդիրները շատ ամերիկացիների համար է խնդրեմ։ Մենք որ տեսնում ենք public school-ում երեխան վատ է սովորում, ինչ որ առարկա, մենք իսկույն դասատու ենք գտնում, փող ենք տալիս, երեխուն ուղարկում ենք։ Եվ ամենալավ կրթությունը դա մեկը մեկինն է։ Այ հիմա մենք սենց խոսում ենք, չէ՞, ինչ ինտերակտիվ սենց հանգիստ խոսում ենք։ Հիմա պատկերացրեք ձեր դեմը նստած էր 35 մարդ։ Արդյոք կկարողանայիք այդ 35 մարդուն տալ ամեն մեկին անհատականացված ձեր ուշադրությունը, չէիք կարող։ Իհարկե դա անգամ անհնար է։ Դա որ մեղադրելու չի public school-ին, public school-ը մեծ երջանկությունն է, որ ինքը կա, որ անվճար է, որ կարող ես երեխայի տանես, ես շատ եմ հարգում դասատուներին։ Եվ տնո իսկապես, բայց այդ մարդիկ մեղք են, understaffed են իրանք։ Այո, համաձայն։ Պատիվներ 10 երեխա դասարանում։ Այդ ժամանակ ուրիշ էֆեկտ կլներ, 8 երեխա, պիտի project-ներ անեն, պիտի մեծի պես ապրեն, շատ կարևոր է։ Մենք homeschool որ անում ենք project based է։ Այսինքն project by project ենք գնում։ Ինքը հիմա ինձ ամեն օր տնայք կհոգնեիք, չէ՞ ինձնից։ Project-ը այսօր եկա, մի ժամ խոսեցի, գնացի, այս project-ը ստեղծվեց, այս project-ը փակվեց, կար սկիզբ, կար վերջ։ So homeschooling-ը քեզ թույլ է տալիս անել պրոյեկտներ, նայել երեխեդ որն է սիրում, ինքը սովորում է ռեալ կյանքի պես ապրի, բան մի քիչ լավ է։ Մեկ իմ համար շատ մեծ բացահայտում էր այս ամենը, քանի որ իրոք ես ինքս homeschooling-ի մասին շատ ոչ թե վատ, այլ պատկերացնում չէի հասկանում ինչի մասին է խոսքը, բայց երևի թե այսքանում ավելի շատ սահմանափակ ենք մեր զրույցը, բայց ես ուզում էի ձեզ եւս մեկ հարց տալ։ Եթե կարողանայիք այս պահին մի բան փոխել կրթական համակարգում, ամենակարևոր բանը ձեզ համար որը կփոխեիք։ Ամերիկայի թե աշխարհի թե ինչ։ Չէ, Ամերիկայի։ Ես կարգել էի հեռախոսները ու շաքարը։ Կամ բացատրեմ ինչ, եթե կուզեք շատ կարճ։ Կար, իհարկե, սիրով։ Հեռախոսները, երբ որ երեխեքը օգտագործում են,
Ես բոլոր ծնողներին խնդրում եմ, որ մինչև 16 տարեկան չտան ոչ միայն քաղցկեղի ու մյուս բաների պատճառով, այլ ձեր երեխայի հաճույքի օրգանները դուք մաշում եք, երբ որ երեխան նայում է էկրանի մեջ, եւ դա անում է առաջինը առավոտյան կամ օրվա մեջ, կամ ցանկացած ժամ, բայց առավոտից ընդհանրապես մահացու է, ոնց որ առավոտը զարթնես ու մենակ տորտ ուտես կամ պաղպաղակ ու օրը ուշ ծեվիագի։ Բայց ինչ ա լինում, երբ որ իրանք հեռախոսի մեջ են մտնում, դա իրանք երջանկություն է տալիս եւ դրանով իրանք արտադրում են մոտավորապես նույն բանն է, ասում եմ, ոնց որ ալկոհոլը, օրինակ ընկեր ունեք մի բաժակ գինյա խմում, ընկեր ունեք 10 բաժակ գինյա խմում, այն որ 10 բաժակ գինյա խմում, հազիվ, հետո գնում է տուն, մի երկու օր վատա բան չէ։ Հիմա պատկերացրեք ձեր երեխան ամեն օր խմում է 10 բաժակ օղի, չի խմում 10 բաժակ գինի։ 10 բաժակ ամեն օր օղի եք տալիս, եթե դուք իրան տվել եք հեռախոս։ Հիմա ծնողները կասեն, դե չենք կարում հեռու են գործենք, անհանգիստ ենք երեխա համար, օքեյ, տվեք իրան flip phone, սև սպիտակ ֆոն, ժամացույց փոքր սև սպիտակ։ Չնայած հիմա կոնկրետ LAUSD-ն արդեն արգելել է ինչ-որ ձևի, բայց միևնույնն է բոլորն էլ ունեն։ Ունեն առավոտը զարթնում են, մի ժամ օգտագործում են, նոր են կամ մինչև դպրոց հասնի ավտոյի մեջ կտ։ Մենք չենք տալիս, բայց մեկը իրանք պոկում են սոֆայից, մի հատ ընկերոջս գրեն, բան միշտ փորձում են։ Անկեղծ կլինեմ մեր տան խնդիրն էլ է դա եւ միշտ։ So առաջինը, որ եթե դուք ձեր երեխային չտաք հեռախոս, դուք իրան նույնն է, ոնց որ չտայք, կտայք կոկային, օրինակ, չէ՞, ոնց ոնց կոկային, բայց այնց բա հեռախոսը կոկայինից վատ է, որովհետեւ երբ որ ինքը մաշում է քո երեխայի հաճույքի կենտրոնը, ինքը էլ ոչ մի բանից հաճույք չի ստանում, չի կարում սովորի, դրա համար եմ ասում կրթության համար հեռախոս մի տվեք։ Երկրորդ բանը շաքարն է, որը էպիդեմիա, որովհետեւ ցանկացած ամերի ես զարմանում եմ, որ երեխեք եմ տեսնում կոկա-կոլա են խմում, ես ոնց որովհետեւ մեջը high fructose corn syrup, DNA modified injectable ասես չկա։ Ես վախենում եմ եւ ամենավախենալուն, որ Ամերիկայի public school-երում ռացիոնը ուտելիքի դա sugar-ն է։ Առավոտը սիրալ ուտել չի կարելի, նարնջի հյութ խմել չի կարելի, շաքար չի կարելի խմել։ Եվ եթե ես կարողանայի կրթության մեջից հանել առաջնայինը դա ուտելիքը շաքարային, գլյուկոզով եւ ֆրուկտոզով հարուստ ուտելիքը եւ հեռախոսը, լիքը ես դա իմը ստիպված կարդում եմ, նաեւ ինձ հետաքրքիր է։ Շատ հետազոտություններ կա, երբ որ հանում ես երեխայի մոտից շաքարը, սովորելու ունակությունը 70%-ով բարելավում է։ Հանում ես հեռախոսը, սովորելու ունակությունը բարելավում է։ So այդ երկու բանը, եթե դուք, այսինքն դուք շատ դժվար է այդ անել, բայց փոփոխությունը 5-ից 10 օրում լինում է։ Այսինքն նարկոմանին ոնց ես բուժում, չէ՞, ասենք ունես ընկեր, որ ալկոհոլիկ է, բոլորս էլ ինչ որ ընկեր ծանոթ ունեցել ենք կամ ունենք, որ ասենք կան rehab-ես, չէ՞, տան rehab են գնում այդ մարդիկ, կա rehab, երեխու դու քո երեխուն rehab-ես ամ շաքարի, ինքը երեխա ինքը չի հասկանում, որ ինքը չպետք է խմի ինչ-որ մի հատ շաքարով ջուր։ Դու իրան rehab-ես անում 10 օր, այ ես ձեզ խոսք եմ տալիս, ձեր հեռուստադիտողներին չգիտեմ ուր նայեմ, որ խոսք տանեմ, 5-ից 10 օր ձեր երեխային հեռախոսի եւ շաքարի rehab արեք, տեղը տարեք, ասենք միտեղ գնացեք, ստից ասեք վայ հեռախոսներ նստեց։ Ինքս նկատել եմ, երբ որ հանկարծ տղաներից ձեռքից հեռախոսը վերցնում եմ, իրանք մի ժամ հետո, մինչև այդ որ ասում են, ես չգիտեմ ինչով զբաղվեմ, մի ժամ հետո արդեն իրանք գիտեն ինչ անեն, արդեն խաղում են կամ իրանք զբաղմունքը գտել են։ Այդ 5-ից 10 օրում դուք կնկատեք, որ ձեր երեխան լրիվ ուրիշ performance ստացավ ու ապագա մեծ կյանքում եթե շաքարչուտի չի ունենա դիաբետ ու լիքը հիվանդություններ ու ընդհանրապես երկար կապրեն մարդիկ, մի քիչ կներեք առողջական չէ, իհարկե դա էլ մի մասն է կազմում, բայց եթե ուզում ենք լավ կրթություն, դի առողջ մարմին ունենանք, որ եւ աերոբիկան է կարեւոր եւ սպորտի գնալ, այս բաները բոլորս գիտենք, բայց չենք անում շատ լավ։ Այո։ Շնորհակալ եմ շատ Սամվել ջան, շատ գեղեցիկ ու տեղեկատվական զրույցի համար։ Շնորհակալ եմ, որ ձեր ժամանակը տրամադրեցիք մեզ։ Սիրով, ձեր խումբը շատ եմ սիրում, որովհետև իսկական է։ Շնորհակալ ենք շատ, եւ ամեն մարդ չի կարող գնահատել, չէ՞ որ սիրուն խոսքեր ասելն էլ շատ կարևոր է։ Կարևոր աշխատանք է։ Շնորհակալ ենք շատ։ Ձեր աշխատանքը շատ ծնողների, մայրիկների եւ ընտանիքների է օգնում։ Եվ շնորհակալ ենք, որ դուք էլ դրա մի մասն եք կազմում, քանի որ դուք էլ ձեր մեծ ներդրում ունեք մեր հայ համայնքին։ Սոֆան է իհարկե մեր շատ ակտիվ մասնակիցը մեր խմբի, այնպես որ մենք երջանիկ ենք եւ կարծում եմ դուք էլ եւ դա էլ ապացուցված է, որ երբ որ օգնում ես ինչ որ մեկին, դու ավելի երջանիկ ես։ Միանշանակ համաձայն եմ։ Այդ մեծ երջանկություն է օգտակար լինելը, եթե կարողանում ես։ Այո։ Շնորհակալություն ձեզ լավ աշխատանքի համար։
Շնորհակալ ենք մեզ նայելու համար, մեզ բաժանորդագրվելու համար։ Մինչ նոր հանդիպում։